10 տարի առաջ, թե հոգեբանին դիմելը դա ինչպիսի մշակույթ էր եւ այսօր դրանք շատ արմատապես փոփոխված են։ Ինչ ընդհանրություններ կան այն մարդկանց, որոնք որ դիմում են հոգեթերապիայի։ Եթե անձը չունի պահանջմունքներ, բնականաբար չունի զարգացում նաև, հա։ Պահանջմունքները մեր շարժիչ ուժն են։ Ինչ անեն, որ միշտ սիրելի մնա իրենց աշխատանքը, իրենց համար ոնց հանգստանան, հա, երևի հանգստանալն էլ է այդպես հմտություն դարձել 21-րդ դարում։ Լիքը բան ենք տեսնում եւ շատ բաներ ենք ուզում, այլ պարզապես պետք է հասկանանք, իսկ իրոք ես դա ուզում եմ, իսկ ինչ եմ ուզում։ Կհասկանան, որ օքեյ է, որ ոչ բոլորը պետք է յախտաներ ունենան։ Եթե մենք նախկինում աշխատում ենք պարզապես դրսևորվող խնդրի հետ, այսօր արդեն աշխատում ենք քրոնիկ դրսևորում ունեցող խնդրի հետ։ Չկա էլ այդպիսի հասկացություն, ոնց որ ինքնազարգացումը, կա ինքնաճանաչողությունը։ Բացմի թողեք ձեր մարմինը, ձեր օրգանիզմը, որովհետեւ հենց մարմնից են գալիս առաջին ազդակները եւ այն հուզական ապրումները, որոնք որ հասու չեն մեր գիտակցությանը, իրանք տեղավորվում են մարմնում եւ տալիս են հոգեսոմատիկ խնդիրներ։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեմից, բարի գալուստ Beyond Podcast։ Այսօր շատ հետաքրքիր հյուր ունեմ եւ շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, առհասարակ երբ խոսում ենք հոգեկան առողջությունից, առաջնորդությունից, քոուչինգից, դրանք մեր ամենապոպուլյար եւ ամենաշատ դիտումներ ունեցող հաղորդումներն են, էպիզոդներն են։ Բայց այսօրվա նպատակը ոչ թե շատ դիտումներ ապահովելն է, ինչը իհարկե մի շատ հաճելի է, այլ խոսելն է շատ հետաքրքիր մարդու հետ, նոր բացահայտումներ, նոր բաներ սովորելն է, ինչը որ կարծում եմ մեզ մոտ կստացվի։ Սիրով ներկայացնում եմ իմ հյուրին, Լաուրա Պետրոսյան։ Լաուրան հանդիսանում է գեշտալտ հոգեբան, քոուչ, LP հոգեբանական եւ ուսումնախորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն։ Ճիշտ ներկայացուցիչ է Լաուրա ջան։ Բարի գալուստ Beyond Podcast։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես գիտեմ, որ բազմազբաղ եք եւ բավականին հետաքրքիր մասնագիտական ուղի ունեք եւ որպես կառավարման հոգեբան այսօր ինձ թվում է շատ բաների մասին կխոսենք։ Բայց մեր Beyond Podcast-ի էպիզոդները իրենք սկզբում ունեն այդպիսի ավանդական հարց, քանի որ մենք ամեն դեպքում մասնագիտությունների մասին ենք։ Ինչպես եք սկսել, ինչպես եք ընտրել ձեր մասնագիտությունը, այն ինչով որ զբաղվում եք այսօր եւ երևի կրթությունից էլ հենց սկսեք։ Ինչով եք ոգեշնչվել, բավականին բարդ, բայց հետաքրքիր ուղղություն եք ընտրել։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, երևի թե սա կլինի իմ ամբողջ այս գործունեության ընթացքում երկրորդ անգամ, որ ես կխոսեմ այս մասին, թե իմ կրթությունը ինչի հետ է կապված։ Ես առաջին կրթությամբ հոգեբան չեմ, առաջին կրթությամբ ես ինժեներ եմ եւ հոգեբանությունը գիտեմ չնայած որ այդ կրթությամբ երբևիցե չեմ աշխատել ավարտելուց հետո եւ միանգամից անցել եմ հոգեբանության դաշտ։ Սկզբունքորեն ինչու հենց հոգեբանություն, որովհետեւ մտածելակերպը, մաթեմատիկական մտածելակերպը եւ առհասարակ կապը ֆիզիկայի հետ միշտ տանում է դեպի մարդու ուսումնասիրություն եւ սրա հետ էր կապված։ Ես որոշեցի զբաղվել հոգեբանությամբ եւ որոշեցի զբաղվել հենց միջանձնային ընկալման հոգեբանությամբ, որը որ ինձ տարավ արդեն դրանից հետո դեպի անձ եւ աշխարհ փոխհարաբերությունները եւ այստեղ իհարկե չէր կարողան մասն մնալ անձ եւ աշխատանքային միջավայր փոխհարաբերությունները։ Եվ այդ առումով, որպեսզի շատ երկար չպատմեմ իմ այսպես ասած ուղու մասին, պարզապես ես որպես հոգեթերապևտ սովորեցի, դարձա հոգեթերապևտ, աշխատեցի, հետաքրքրվեցի, իսկ դրանից հետո արդեն հարց առաջացավ ինձ մոտ, թե առհասարակ անձնային խնդիրները, անձնային տրավմաները իրենք ինչպես են դրսևորվում աշխատանքային միջավայրում։ Եվ այստեղ շատ հետաքրքիր էսպիսի մի բան նկատեցի, որ շատ հաճախ այդ խնդիրները, այդ տրավմաները աշխատանքային միջավայրի համար դառնում են որպես մոտիվացիա, որպես շարժիչ ուժ։ Եվ բնականաբար սկսեցի արդեն զբաղվել կառավարման հոգեբանությամբ եւ հետաքրքրվել, թե անձը աշխատանքային միջավայրում ինչպես է դրսևորվում։ Եվ ինչ որ մի պահի նկատեցի, որ ինձ մոտ ձևավորվեցին երկու շատ հստակ, շատ այսպես ասած սահմանագծված ուղղություններ, որից մեկը հոգեթերապիան է, իսկ մյուսը կառավարման հոգեբանությունը, քոուչինգը։
Այսպես է ձևավորվել իմ մասնագիտական ուղին։ Հա, հետաքրքիր է ինժեներությունից, տենց բանա շատ լավ դուետ է ինձ թվում, հա, մաթեմատիկական, ֆիզիկայի լավ իմացություն, ինժեներություն եւ հետո հոգեբանություն։ Հա, ես հետո երբ որ տենց ինքս ինձ էլ ուսումնասիրում էի եւ տեսա, որ լավ հոգեբանները իրենք իրոք ունենում են այդպիսի մտածելակերպ կրթություն, այսինքն հոգեբանությունը թվում է թե ինքը շատ հումանիտար գիտություն է, բայց դա այդպես չէ, քանի որ հոգեբանությունը դա հենց մարդու մասին է, իսկ մարդը բնության օրենքներից երբևիցե դուրս չի գալիս, բնության օրենքներին համապատասխան է մարդը զարգանում, թերևս երևի դրանով է պայմանավորված։ Վերջին 10 տարիները եթե վերցնենք, հա, շատ է փոփոխվել ոլորտը Հայաստանում։ Եվ կառավարման հոգեբանության եւ նաեւ հենց հոգեթերապիայի մասով։ Գիտեք, բավականաչափ արագ քայլերով է զարգանում, եթե մենք նայենք սրանից ասենք մի 10 տարի առաջ, թե հոգեբանին դիմելը դա ինչպիսի մշակույթ էր եւ այսօր դրանք շատ արմատապես փոփոխված են։ Թերևս դա պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ մասնագետներն էլ բավականաչափ պատրաստված մասնագետներ չէին, որովհետեւ ի վերջո մենք Հայաստանում բուհերում պատրաստում ենք շատ լավ ակադեմիական հոգեբաններ, բայց հենց գործնականում աշխատող հոգեբաններ պատրաստելու ծրագրեր շատ քիչ են իրականացնում եւ դա պայմանավորված է հենց այդ հանգամանքով։ Բնականաբար, երբ որ չկա մասնագետ եւ չկան նաեւ դիմողները, իսկ ժամանակի ընթացքում փոփոխությունները տեղի են ունեցել եւ այսօր մենք պատրաստում ենք Հայաստանում շատ լավ գործնական հոգեբաններ, հոգեթերապևտներ եւ դիմողները ավելի շատ են։ Իսկ ինչ վերաբերվում է աշխատանքային միջավայրին, թե հոգեբանը առհասարակ կազմակերպությունում ինչ աշխատանք է իրականացնում, այս մասով մենք դեռևս զարգացման փուլում ենք։ Իհարկե տարբերությունը շատ մեծ է, ահռելի է, որովհետև գիտեք, սրանից 10 տարի առաջ կառավարման հոգեբանության ոլորտում հիմնականում հետազոտական աշխատանքներն էին։ Այսինքն այնտեղ արվում էր գիտություն։ Թե մարդը աշխատանքային միջավայրում ինքը ինչպես է իրեն ավելի շատ հետազոտություններ երևի, դիտարկումներ, ավելի շատ հետազոտություն, դիտարկումներ, իսկ հետո հետազոտության արդյունքների հիման վրա ինչպես ընտրել ինչ որ շտկման ուղիներ, ինչ անել դրա հետ, թերևս այս մասը մնում էր բաց։ Ինչու էր մնում բաց, որովհետև օրինակ գիտնականը, երբ որ իր հետազոտությունները իրականացնում է, ստանում է որոշակի արդյունք եւ այդ արդյունքը արդեն կներդրվի, թե չի ներդրվի գիտնականի խնդիրը չէ։ Այստեղ արդեն անհրաժեշտ են լինում պրակտիկ մասնագետներ, ովքեր որ կվերցնեն գիտությունից այդ ուսումնասիրությունները եւ պրակտիկայում կփորձեն ինչ որ գործ անել։ Իսկ այդ պրակտիկ մասնագետները սա էլ է մասնագիտություն, որը որ հիմա շատ հայտնի է որպես տենց քոուչներ, քոուչինգ այս եզրույթով է հանդես գալիս եւ սկզբունքորեն քոուչը այն ինչ որ կիրառում է, սրանք պետք է լինեն գիտության կողմից արտադրված, այսպես ասած, արդյունքներ։ Հաճախ այդպես չի լինում, բայց դա հենց այդպես պիտի լինի, հա։ Եվ սկզբունքորեն քոուչները անում են ինչ որ մի բան, որի հետևում կանգնած է գիտություն։ Եվ բնականաբար գիտությունը շատ անհրաժեշտ մի բան է, բայց անհրաժեշտ է նաև հենց այդ քոուչինգային մասը, թե ինչպես դա կիրառել։ Այո։ Այսօր մենք այդ փուլում ենք։ Այսինքն եւ հետազոտական եւ հիմա արդեն երևի կիրառական, հա, հետազոտությունները բավականին լավ հիմքի վրա են, հիմա կիրառական մասին ենք հասել։ Այո, կիրառական մասին ենք հասել եւ թերևս կիրառական մասը ոչ պակաս բարդ է, քան հետազոտությունները, որովհետեւ ինչպես դա իրականացնել, սա էլ պետք է սովորել, պետք է հմտանալ սրա մեջ։ Էքսպերիմենտները շատ են, Լաուրա ջան, ձեր ոլորտում։ Չափազանց շատ են։ Մեր էքսպերիմենտները դրանք բոլորը հենված են հենց մաթեմատիկական ապարատի վրա, այսինքն մենք երբևիցե չենք կարող հոգեբանության ոլորտում ինչ որ տեսակի ենթադրություններ անել կամ մեր փորձի հիման վրա ինչ որ տեսակի, ասենք, ենթադրություններ անել եւ դա համարել, որ դա հենց այդպես է։ Պետք է անպայման ապացուցվի։ Իսկ ապացույցը դե մաթեմատիկան է այստեղ գալիս արդեն օգնության, մենք պիտի ստանանք թվային տվյալներ։ Եթե գիտության մեջ որևիցե մի հոգեբանական երևույթ թվային տվյալներով ապացուցված չէ, այսինքն կորելացիոն կապերով ապացուցված չէ, մենք երբեք չենք կարող դրա մասին հստակ ասել, որ դա հենց այդպես է։
Հետաքրքիր է։ Գելշտատի մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու Արմինե Մկրտչյանի հետ։ Ինչու է հենց այդ ուղղությունը մի փոքր ներկայացրեք, այն ովքեր որ չեն դիտել նախորդ էպիզոդը, հնարավոր է տեղյակ չեն այդ ուղղությունից։ Ինչու՞մն է առանձնահատկությունը եւ ինչով է այն ձեզ գրավել, Լաուրա ջան։ Գիտեք, գեշտալտ հոգեբանությունը ինքը առհասարակ, եթե շատ մարդկային լեզվով ասեմ, դա անկալման մասին է։ Թե ինչպես է մարդը ընկալում աշխարհը եւ գեշտալտը ենթադրվում է, որ ամբողջականության մասին է, որովհետեւ առանձին մասերի ընկալումը երբեք ամբողջի մասին պատկեր չի տալիս եւ գեշտալտ հոգեբանությունը հենց խոսում է այդ մասին, որ առանձին մասերը իրենք այլ բան են եւ դրանց ամբողջությունը արդեն մարդու ընկալման մեջ ունենում են, ասենք, այլ երևույթ։ Եթե շատ պարզ բացատրեմ, դա այդպես է։ Գեշտալտ հոգեբանությունը Հայաստանում հիմա արդեն սկսել է զարգանալ, որովհետև արդեն բավականաչափ մեծ աշխատանք է կատարված այս ուղղությամբ։ Գեշտալտը ինքը ինչպես ընդունված է ասել եւ իմ ուսանողները շատ հաճախ ցիտում են, ես այդպես եմ ասում, որ շատ պարզ է, բայց շատ խորն է։ Այսինքն ինքը շատ հիմնարար է մարդու հետ աշխատանք իրականացնում։ Կա գեշտալտ հոգեթերապիան, որ աշխատում է հենց անձի հետ, անձի հոգեբանական խնդիրների եւ այլն, եւ կա կազմակերպություններին գեշտալտ մոտեցումը։ Մենք շատ ավելի կարճ այդպես ասում ենք գեշտալտը կազմակերպությունները։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Ուրեմն այս տեսանկյունից մենք կազմակերպությունը դիտարկում ենք որպես ամբողջական օրգանիզմ եւ ենթադրում ենք, որ օրգանիզմը ինքը պիտի զարգանա։ Եթե կենդանի օրգանիզմ է, պիտի զարգանա։ Իսկ զարգացումը ենթադրում է փոփոխություններ։ Այնպես ինչպես ասենք մարդու կյանքում մարդը զարգացող էակ է, քանի դեռ ողջ է եւ բնականաբար զարգանում է իր պահանջմունքներին համապատասխան։ Եթե անձը ունի պահանջմունքներ, բնականաբար չունի զարգացում նաև, հա, պահանջմունքները մեր շարժիչ ուժն են։ Պատկերացրեք, որ կազմակերպությունն էլ, եթե մենք դիտարկենք որպես ամբողջական օրգանիզմ, հետեւաբար կազմակերպությունը նույնպես ունի ինչ-որ տեսակի պահանջմունքներ եւ ենթադրվում է, որ պիտի զարգանա։ Իսկ զարգացման ընթացքում կազմակերպությունը ենթարկվում է փոփոխությունների։ Կառավարման համակարգում թերևս հայտնի է այդ երևույթը, երբ որ փոփոխություններ են կառավարում եւ նույնիսկ այդպիսի դիսցիպլինան կա, փոփոխությունների կառավարումը, բայց այստեղ սա իրականացվում է, ասենք, կառավարման սկզբունքներին համապատասխան։ Իսկ գեշտալտ մոտեցումը կազմակերպություններում ինքը դիտարկում է կազմակերպությունը որպես ամբողջական օրգանիզմ եւ այդ փոփոխությունները ուղեկցելը, այսինքն որ փոփոխությունները տեղի ունենան այնպես, որպեսզի դրանք բերեն զարգացման եւ առողջ զարգացման։ Այսինքն միաժամանակ ճիշտ է, որ աշխատի change management-ի, հա, փոփոխությունների կառավարման փորձագետ եւ կառավարման փորձագետ, հա, այդ ամենը ճիշտ։ Փոփոխությունների կառավարման փորձագետ եւ կառավարման հոգեբան։ Այո, այստեղ գեշտալտ մոտեցման մասին ենք իհարկե խոսում։ Սա թերևս շատ ճիշտ է։ Մի քիչ փորձեմ բացատրել ինչու է դա այդպես, որովհետև սկզբունքորեն, երբ որ փոփոխություններ են տեղի ունենում կազմակերպությունում, փոփոխությունները միշտ իրականացնում են մարդիկ։ Փոփոխությունների իրականացման գործընթացում մարդը արտահայտվում է ոչ միայն իր մասնագիտական տեսանկյունից, նա իրեն դրսևորում է նաև իր անձնային տեսանկյունից։ Եվ բնականաբար փոփոխությունները, քանի որ մարդուն դնում են որոշակի անսովոր իրավիճակի մեջ, եւ այս ադապտացիոն փուլում արտահայտվում են, դրսևորվում են նաև մարդու որոշակի անձնային խնդիրները, որոնք որ թերևս մինչև այդ գուցե եւ դրսևորված չէին կամ դրսևորված էին, բայց դրանք ադապտացված էին։ Եվ այստեղ անհրաժեշտ է լինում, որպեսզի անպայման աշխատեն հոգեբանները, որովհետև տեսեք, եթե օրինակով էլ, հա, այսպես փորձեմ բացատրել, եթե օրինակ ասենք, թե մարդը սովոր է ինչ-որ մի տեսակի աշխատանքային միջավայրին եւ այդ միջավայրը ապահով է իր համար եւ հիմա փոփոխությունները առաջարկում են մեկ այլ բան, որը ինչից որ մարդը խուսափել է իր ամբողջ կյանքում։ Այդ դեպքում արդեն ստացվում է, որ փոփոխությունների համար ինքը խոչընդոտ է հանդիսանում։ Մի կողմից շատ լավ մասնագետ է եւ կազմակերպությունը չի ուզում մասնագետից հրաժարվել, բայց մյուս կողմից արդեն մարդու անձնային որոշակի խնդիրները թույլ չեն տալիս, որպեսզի փոփոխությունները սահուն գնան։ Բնականաբար այստեղ իհարկե կառավարման մասնագետները շատ մեծ գործ են կատարում, բայց անհրաժեշտ է նաեւ հոգեբան, որպեսզի աշխատի անձի հետ, որպեսզի անձը փոփոխություններին արդեն կարողանա փոփոխությունների նկատմամբ ընկալունակ լինել։
Որպես օրինակ կարող եմ ասել, որ կազմակերպությունները շատ հաճախ փոփոխությունները իրականացնելուց առաջ անձնային ախտորոշում են իրականացնում, որպեսզի հասկանան, թե փոփոխություններին անձը ինչպիսի ռեակցիա պիտի տա։ Ամբողջ թիմի, Լաուրա ջան, թե օրինակ ղեկավար անձնակազմի։ Այն մարդկանց, ովքեր որ հանդիսանում են որպես տենց կենտրոնական օղակներ, հա, եւ իրենց վերաբերյալ օրինակ ունենք այդպիսի փորձ եւ իրենց վերաբերյալ մենք տալիս ենք որոշակի պատկեր, թե փոփոխությունների ժամանակ ինչպիսի վարքի կանխատեսում կարող է լինել, որպեսզի փոփոխությունների իրականացման ժամանակ ռիսկերը գնահատվեն, հա։ Կանխատեսում եք հնարավոր խնդիրները փաստացի։ Այո, կանխատեսում ենք հնարավոր խնդիրները եւ բնականաբար կազմակերպությունը լավ աշխատակցից չի ուզում հրաժարվել, այլ ձգտում է լավ աշխատակցին պարզապես բերել իր նպատակներին համապատասխան դաշտ։ Եվ այդ դեպքում արդեն աշխատում ենք անհատական սեանսների միջոցով, որպեսզի անձը կարողանա այդ փոփոխությունների նկատմամբ լինի ավելի կայուն, լինի զարգացող, դա բխում է եւ տվյալ անձի շահերից եւ կազմակերպության շահերից։ Եվ բնականաբար այստեղ արդեն հոգեբանները այդպիսի գործ են իրականացնում։ Գեշտալ դա այսպես է մոտենում, սա մի փոքրիկ հատված փորձեցի բացատրել։ Շատ շնորհակալություն Լաուրա ջան, վերադառնանք հոգեթերապիային, ասեցիք, որ բավականին ավելի շատացել են մասնագետները եւ սա նաեւ իշնորհիվ նրա, որ գործնական կրթական բաղադրիչն է հնարավոր լինում ապահովել։ Մի փոքր ամփոփ դրա մասին կպատմեք, ոչ թե դրա մասին, այլ ինչ նկատի ունեք, այսինքն ակադեմիական կրթությունը այդ հասկանալի է, հա, համալսարանական կրթության մասին է։ Իսկ այ գործնական մասը, այսինքն կան մասնագետներ, որոնք իրենց ուսանողներն ունեն, առաջ են տամ, թե ոնց է այդ կազմակերպվում։ Նայեք, որպեսզի մարդը կարողանա որպես հոգեթերապևտ աշխատել, այս մասնագիտությունն է, ինքը իրոք թերապևտի մասնագիտությանը, ինչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է, որպեսզի մարդը ունենա ակադեմիական հոգեբանական կրթություն, եւ հետո անհրաժեշտ է, որպեսզի մարդը իր անձնական թերապիան անցնի, որպեսզի ինքը պատրաստ լինի դրան, անհրաժեշտ է, որպեսզի մեթոդոլոգիան անցնի, թե ինչպես կարելի է այդ թերապիան իրականացնել։ Տարբեր պրակտիկաներ կան, խմբային հոգեթերապիաներ եւ այլն։ Այս ամբողջը ներառվում է հենց այդպիսի կրթության մեջ, որը որ թերևս մեր հանրապետությունում դա համարվում է լրացուցիչ կրթություն։ Տարբեր երկրներում դա տարբեր է դիտարկվում, բայց որպեսզի շատ ավելի պատկերավոր լինի, դա մոտավորապես նման է, երբ որ բժիշկները անցնում են արձինատուրը։ Այսինքն անհրաժեշտ է, որպեսզի մարդը մասնագետ դառնա այդ ոլորտում։ Այս կրթությունը որպես այդպիսին հիմա լրացուցիչ կրթությունների մեջ է, բայց ինքը չի դիտարկվում որպես օրինակ, չգիտեմ, 6 ամսվա, դա 4 տարվա կրթություն է գեշտալտում։ Եվ 4 տարիների ընթացքում մարդը պետք է ունենա այդպիսի պատրաստվածություն, որպեսզի երաշխավորվի, սերտիֆիկացվի որպես հոգեթերապևտ։ Այսօր Հայաստանում մենք այդպիսի սրանից մի քանի տարի առաջ ընդհանրապես չունեինք, հիմա Հայաստանում թերևս արդեն կան այդպիսի հաստատություններ եւ մեկնել իրականացվում է հենց ԵԼՊ հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոնում։ Մենք այդ ծրագիրը բերել ենք Մոսկվայից, որտեղ Մոսկվայում 30 տարվա ինստիտուտ է եւ արդեն փորձարկված է եւ այդ ինստիտուտը այստեղ այդ ծրագիրը իրականացնում է եւ այստեղ լավն է, որ ծրագիրը իրականացվում է այստեղ ոչ միայն հենց մեր հայկական միջավայրում, ինքը միջազգային ինստիտուտ է եւ բնականաբար այստեղ արդեն տարբեր մշակույթի մարդիկ իրար հետ սովորում են, այս կրթությունը ստանում են եւ հետո իհարկե քննություններ են հանձնում եւ եթե պատրաստ են լինում, նոր այդ դեպքում կարող են մտնել դաշտ։ Հիմա եթե ընդհանրությունների մասով նայենք, հա, եւ հոգեթերապիայի ինչ ընդհանրություններ ունեն այն խնդիրները, որով որ չասեմ ձեզ դիմում են, բայց ձեր ոնց է այցելուներ են, իրանք պացիենտ չեն, չեմ սիրում ես պացիենտ, այցելուները ունեն, հա, այսինքն դա հիմնականում աշխատանքի հետ է կապված, դա ընտանեկան գուցե խնդիրների հետ է կապված, հետաքրքիր է այդպիսի ինչ որ ոչ թե հետազոտություն, այլ տենց կորելացիաներ, տենդենսներ, հա, օրինակ ինձ թվում է այն տրավմատիկ փորձառություններով, որով որ Հայաստանը վերջին 5 տարիներով անցավ եւ շարունակում է, ինձ թվում է դա էլ է մեծ հետք թողել բոլորի վրա, գուցե չենք նկատում, բայց հետաքրքիր ինչ ընդհանրություններ կան այն մարդկանց, որոնք որ դիմում են
հոգեթերապիայի։ Գիտեք, դուք ճիշտ եք նկատում, որ այո, վերջին ժամանակները Հայաստանի համար եւ առհասարակ աշխարհի համար դժվար ժամանակներ են եւ բնականաբար անձին անհրաժեշտ է լինում հոգեբանական աջակցությունը եւ հոգեբանական խնդիրները սովորաբար երբ որ ֆոնային լինում է, ասենք, ստրեսային ֆոն, տագնապային ֆոն, որը մենք այսօր ունենք, թերևս գիտենք ինչ պատճառներով Եվ բնականաբար դրանք սրացնում են մարդու հետ եղած արդեն որոշակի տրավմաները եւ գուցե ավելի հանգիստ պայմաններում այդ տրավմաները չդրսևորվեին, բայց այս պայմաններում դրանք դրսևորվում են։ Դիմում են շատ տարբեր խնդիրներով։ Պարզապես գիտեք ինչու են հենց հիմա դիմում, որովհետեւ հիմա արդեն մի կողմից շատ ավելի բարձրացել է մարդկանց մոտ հոգեբանական ինտելեկտը, այսինքն մարդիկ հասկանում են, որ դա որոշակի հոգեբանական խնդիր է եւ կա դրա մասնագետը կարելի է լուծել։ Թերևս այդ տենդենցիայից այդպեսին չէր սրանից ասենք թե մի 15 տարի առաջ որտեղ մարդը ուներ որոշակի խնդիր, բայց ինքը չգիտեր որ դա հոգեբանական տարի առաջ էր այդպես նույնիսկ եթե եթե շատ հետ չգնանք կհամաձայնեմ ձեր հետ այսօր մի կողմից բարձրացել է հոգեբանական ինտելեկտը շատ խոսում ենք շնորհիվ ձեզ եւ ձեր նման մյուս մարդկանց ովքեր որ փորձում են այդ անել եւ դրա համար մարդը գիտակցում է որ ինքը ունի ինչ-որ տեսակի խնդիր եւ դիմում Դա վերաբերվում է հենց անձնային զարգացմանը։ Ես այսպիսի մոտեցում ունեմ, երբ որ դիմում են, ես ասում եմ, գիտեք, այս խնդրով այդպես չի, որ դուք չեք կարող ապրել։ Լիքը մարդ ապրում է այս խնդրով, այդպես չի, որ դուք պարզապես ստիպված եք եւ այլն, բայց դուք եք որոշում ապրել ավելի լավ թե ոչ։ Սա մի մոտեցումն է, եւ մյուս մոտեցումը, երբ որ մարդիկ պարզապես չեն կարող ապրել այդ խնդրով, սա արդեն ավելի սուր դեպքերն է, դրանք բանիկ գրոհներն են, դրանք դեպրեսիաներ եւ սա արդեն մեկ այլ դաշտ է, փաստացի։ Նո փաստացի հիվանդություններ, որտեղ այո, երբեմն բժիշկներն են գրավում այս աշխատանքի մեջ այսօր ավելի շատ այսպես որ ասեմ թե ինչ խնդրով են դիմում ավելի շատ դիմում են նրանով երբ որ իրենք ուզում են իրենց ապրած կյանքից ավելի լավ ապրել չեն համակերպվում դրա հետ իսկ մյուս մասը ինչը որ հենց կոնկրետ ինձ հետ այսինքն այստեղ ինչի եմ շեշտում հենց ինձ հետ որովհետև յուրաքանչյուր հոգեբան կարծես թե ունի իր կոնտինգենտը թե իրեն ինչ հարցերով կարող են դիմել էլի այստեղ մենք տարբերվում ենք Ավելի շատ ես աշխատում եմ այն խնդիրների հետ, երբ որ մարդը հասել է որոշակի արդեն անձնային զարգացման եւ ինքը ուզում է գնալ ավելի առաջ եւ բնականաբար այստեղ ինչ որ ուժեր խանգարում են, ինչ որ կերպ չի կարողանում գնալ եւ սովորաբար այդ դեպքում մարդու մոտ լինում է այսպիսի տպավորություն, որ միշտ արտաքին պայմանները իր օգուտ իրեն չեն դասավորվում Բայց երբ որ ինքը հասկանում է, որ արտաքին պայմանները, այո, երբ որ հասկանում է, որ արտաքին պայմանները չեն խնդիրը, երևի ինչ որ մի բան իր ներսում է, որովհետև կան կրկնվող իրավիճակներ, այս դեպքում արդեն դիմում են հոգեբանին, որպեսզի կարողանան դրանք հասկանալ, հաղթահարել եւ հարցը սովորաբար լինում է այսպես. ինչ եմ անում ես, որ չեմ կարողանում գնամ առաջ։ Հա, իսկ դա ղեկավար մարդիկ են լինում, առաջնորդներ են լինում, թե անպայման չի, Լաուրա ջան, այսինքն ինչ կարիերայում ոչ մակարդակի հասած մարդկանց մասին ենք խոսում, կա այդպիսի ընդհանրություն։ Այո, այդպիսի ընդհանրություն եւս կա, այստեղ մի հետաքրքիր այսպիսի երևույթ է դրսևորվում, երբ որ մարդը իր կարիերային առաջընթացը կազմակերպում է, շատ հաճախ չի մտածում, թե ինչու հենց այդ ուղղությամբ, թե ինչու հենց այդ քայլերով եւ երբեմն լինում է այնպես, որ դա ելնում է ինչ որ մի տեսակի շարժիչ ուժից, որը մենք տրավմա ենք ասում Օրինակ, ինչ-որ ժամանակ մարդը ունի ինչ-որ տեսակի չբավարարված պահանջմունք եւ ինքը փորձում է մասնագիտության միջոցով կամ ինչ-որ տեսակի պաշտոնական առաջընթացի միջոցով լրացնել։ Եվ երբ որ գալիս հասնում է ինչ-որ մի իրավիճակի, որտեղ որ արդեն ինքը բավականաչափ լրացրել է, բավականաչափ արդեն հասել է ինչ-որ տեսակի հաջողության եւ հիմնական զգացողությունը այստեղ որ լինում է մի տեսակ դատարկության, միայնության զգացողությունն է եւ կարծես թե չկա լիարժեք բավարարվածություն եւ միանում է սրան նաեւ վախերը, որ կարող եմ կորցնել այն ինչին որ հասել եմ։ Եվ այս հոգեվիճակը իհարկե եթե ժամանակին չեն դիմում հոգեբանների, այս հոգեվիճակը կարող է մի կողմից տանել նրան, որ վախերը իհարկե դրանք արգելող երևույթներ են եւ առաջընթացը չի ստացվում։
Իսկ մյուս կողմից, որը էլի շատ հաճախ դրսևորվում է, քանի որ վախերը կան, ինչ որ բան կորցնելու, այնտեղ չվերադառնալու, որտեղ որ չեր ուզի լինել, այս դեպքում արդեն սկսում են շատ ավելի աշխատել, որը բերում է, ասենք, հուզական այրման, հա? Բռնաութի։ Այո, շատ աշխատել եւ երբևիցե որոցի անգամ սեփական անձը չնկատել։ Եվ այդ դեպքում էլ արդեն մարմնական որոշակի դրսևորումներ են լինում եւ այս դեպքում են դիմում։ Ինքնակոչի սինդրոմի մասին ենք խոսում։ Մի քիչ դրա եւ բայց ոչ ամբողջությամբ։ Հա, որտեվ ինքնակոչի սինդրոմը մի քիչ այլ կերպ է դրսևորվում, հա, եթե կուզեք այդ մասին խոսենք։ Մենք խոսում ենք ավելի շատ նրա մասին, երբ որ մարդը կարծես թե ամեն ինչ ունի, բայց ինքը միևնույնն է շատ է աշխատում։ հա, Դա ժամանակի դարի, այսպես ասած, հիմնական խնդիրն է, որ մարդիկ ավելի շատ աշխատում են, քան թե ապրում են։ Եվ ամենավատը, որ աշխատանքի մեջ չեն ապրում։ Այսինքն, եթե մարդը ինչ-որ մի աշխատանք է իրականացնում, որի մեջ ապրում է, օրինակ հիմա դուք աշխատանք եք իրականացնում, ես էլ ձեր հետ, բայց ես ապրում եմ այստեղ եւ տեսնում եմ, որ դուք էլ եք ապրում, որտեվ հաճույքով եք անում ինչ-որ մի բան։ Եվ կա դրա մյուս տարբերակը, երբ որ լարվածություն, ինքը դա անում է, որովհետև ինքը չի կարող չանել, որովհետև ինքը պարտաճանաչ է, որովհետև ու լիքը այդպես որովհետևներ։ գերի է փաստացի ստացվում աշխատանքի։ Այո, ստացվում է այդպես, բայց դա նկատելի չէ։ Մարդը պարզապես որակում է իրեն, որ ինքը սիրում է ամեն ինչ շատ լավ անել։ Եվ հանկարծ այստեղ ինչ որ մի շրջան է գալիս, որ այդ շրջանում մարդը նկատում է, որ աշխատանքը իրեն չի հետաքրքրում, ինքը չի ուզում այդ աշխատանքին գնա, բայց ինքը չի կարող, ինքը պետք է գնա, որովհետև իդենտիֆիկացնում է իրեն աշխատանքի հետ։ Այո, եւ այստեղ մենք հասկանում ենք, որ մարդը պարզապես չի ապրում եւ այս մարդու հետ զրուցելուց մենք տեսնում ենք, որ ինքը զրուցում է միայն ու միայն իր աշխատանքից, միայն ու միայն մասնագիտությունից։ Ինչ որ ժամանակ մենք սրանց ասում ենք մասնագիտական դեֆորմացիաներ, երբ որ մասնագիտությունը մարդուն այսպես ամբողջությամբ կլանում էր, հա։ Իսկ այսօր դա բերում է շատ ցավալի երևույթների, երբեմն առաջանում են այս խոճապային գրողները, երբեմն առաջանում են ինչ որ կպչուն մտքեր, տարբեր տեսակ կարող է դրսևորվել անձի տիպից կախված, հա։ Դա բավականաչափ մեծ տոկոս է այսօր կազմում, որովհետև վախերը շատ են։ Վախերը, ապրելու վախերը շատ են, ինչպես կարելի է ասենք թե կյանքը, աշխատանքը եւ առհասարակ կարիքների բավարարումը իրար հետ համատեղել, կյանքի բալանսը գտնելը այսօր բավականաչափ բարդ է, որտեվ ժամանակները շատ արագ փոխվում են, իսկ այս փոփոխություններին ադապտացվելու համար հոգեբանական ռեսուրսներ են պետք։ Այսօր, եթե շատ ընդհանրացնեմ, դիմում են այս խնդիրներով։ Իհարկե, դրան զուգահեռ գալիս են նաև մյուս խնդիրները, երբ որ մարդիկ պարզապես ունեն փոխհարաբերությունների խնդիր։ Գիտեք, այստեղ մի քիչ պիտի սկիզբ առած շատ տարբեր տեղերից թերևս։ Այո, այստեղ մի քիչ սա տվյալ ժամանակաշրջանում ինձ համար շատ կենտրոնական է դառել, դրա համար մի քիչ այսպես ավելի էմոցիոնալ կխոսեմ սրա մասին։ Գիտեք, այսպիսի մի հարց կա, ինչ որ ժամանակ հոգեբանական աշխատանքների ուղղությունը կարծես թե գնում էր այն ուղղությամբ, որպեսզի անձը կարողանա անջատվել իր ընտանիքից եւ ինքը որպես առանձին անձ ապրել, որովհետեւ ձուլումը այնքան շատ էր ընտանիքի մեջ, որ մարդիկ պարզապես չէին կարող առանձին մարդ որպես իրենց դիտարկել, հա։ Սա Հայաստանում հայերի մեջ դա շատ կար եւ ոչ վաղ անցյալում, թերևս հիմա էլ շատ տեղերում դա կա, որ ընտանիքից հեռանալու միակ եւ բավարար պայմանը ամուսնությունն էր, այլապես որևէ կերպ մարդը չէր կարող առանձին ապրել եւ նույնիսկ դա էլ բավարար պայման չէր։ Եվ ստացվում էր, որ մարդը այդպիսի ձուլման մեջ էր ապրում եւ ինքը իր սեփական ազնային սահմանները չուներ եւ այլն այսպես, հա։ Եվ հոգեբանական աշխատանքները հիմնականում գնում էին այս ուղղությամբ։ Բայց այո, բայց այսօր մի քիչ սրա հակառակ տենդենսն է նկատվում, երբ որ մարդիկ պարզապես իրենց ազնային սահմանները ընկալում են այնպես, որ դա պիտի բացառի փոխհարաբերություններ եւ գնացել են արդեն մյուս բևեռ։ Եվ պետք է հետ բերել իրենց։ Այո, սկզբունքորեն մարդիկ հայտնվում են մյուս բևեռում եւ այստեղ անհնարին է դառնում փոխհարաբերություններ հաստատելը։ Եվ շատ հաճախ այսօր դիմում են հենց այս խնդրով, որովհետև մարդիկ դժվարանում են փոխհարաբերություններ հաստատել, ստեղծել զույգեր, ստեղծել որոշակի համայնքներ, աշխատանքային միջավայրում համակերպվել շատ բաների հետ երևի էտել է այդ դրանից բխում։ Այո, նույնիսկ համակերպվել դա հենց այդ համայնքների փոխազդեցության ենթարկվելու այս մասն է, հա։
Սոցհարթակներն էլ չեն օգնում հաստատ այդտեղ։ Խանգարում են, սոցհարթակները խանգարում են, որովհետև այնտեղ կոմունիկացիայի մի մասն է, որտեղ որ հենց անձնային շփումը չէ, այնտեղ երբեմն շփվում են իրենք շատ տարբեր տեսակի միջոցներով, դրանք կարան լինեն այսպես ասած արհեստական էմոցիաներ, դրանք կարան լինեն պարզապես բառային արտահայտություններ եւ մարդիկ տետատետ շփման խնդիր ունեն։ Սա լուրջ խնդիր է այսօր, լուրջ խնդիր է, որ անձնային սահմանները այնքան, բայց սա ոչ թե նրա մասին է, որ անձը իրեն հենց իր սահմանները գիտակցում է եւ այլն, սա նույն խնդրի ուրիշ դրսևորում է։ Նույն խնդրի մյուս, այսինքն անձնային սահմանների չգիտակցման խնդրի մյուս ծայրահեղությունն է։ Մի ծայրահեղությունում գիտակցում չկա, ձուլվում է մյուսների հետ, մյուս ծայրահեղությունում էլի վախ կա, որ կձուլվի, գնում է դեպի իր անհատականության բևեռ։ Պատկերացիք, եւ այս խնդիրներով են դիմում եւ շատ հաճախ մարդիկ կարծես թե ամեն հնարավորություններն ունեն, բայց իրենք մենակ են։ Իրենք փոխհարաբերվել չեն կարող։ Եվ սա իհարկե տանում են աշխատանքային միջավայր, սա իհարկե ազդում է նրա վրա, որ մարդիկ պարզապես չեն կարողանում ստեղծել իրենց ընտանիքները, չեն կարողանում ունենալ փոխհարաբերություններ։ Իսկ այդ փոխհարաբերությունները մեր կյանքի անբաժան մասն են։ Ամենակարևոր։ Կարևորը անբաժան։ Եթե վերադառնանք աշխատավայր, հա, գործատուն, ինչ պետք է անի կամ ունի արդյոք այդ մասով անելու բան կամ պարտականություն, պարտավորություն եւ հնարավոր է դա արդյոք, հա, այսինքն ուզում եմ հասկանամ դա իր ֆունկցիան է ապահովել աշխատակիցների ոչ աշխատանքի վայրում առաջացած խնդիրների օգնել շտկելը, հարթելը կամ գոնե բացահայտելը, որովհետև ի վերջո դա աշխատանքի արդյունավետության վրա է ազդում, դա աշխատանքային մթնոլորտի վրա է ազդում, ու ես միայն Հայաստանի համար չեմ ուզում ասել, ընդհանուր ընդունված ոնց է, ով ինչի համար է պատասխանատու, թե դա անձի պատասխանատվությունն է ամեն դեպքում։ Գիտեք, այսպիսի մի բան կա, գործատուն ինքը կարող է, գործատուի խնդիրը որն է, որպեսզի ինքը յուրաքանչյուր աշխատակցից ստանա մաքսիմումը, որ աշխատակիցը կարողանա մաքսիմալ արդյունավետ լինել, օգտակար լինել համ ընդհանուր նպատակներին եւ այլն։ Եվ նաեւ իր պոտենցիալը ճիշտ օգտագործի, զարգանա եւ այլն։ Պոտենցիալը ճիշտ օգտագործի, որը որ ձեռնտու է եւ աշխատակցին եւ գործատուին, հա։ Սկզբունքորեն այստեղ ստացվում է այսպիսի երևույթ, եթե կան այդպիսի հոգեբանական, այսպես ասած, խնդիրներ, դրանք թույլ չեն տալիս, որպեսզի անձը իր ամբողջ ներուժով կարողանա հանդես գալ։ Եվ այստեղ եթե ասել, որ անմիջական դա գործատուի խնդիրն է, որպեսզի հոգ տանի այս մասի մասին, մենք իհարկե չենք կարող դեռևս չենք կարող։ Բայց միտումը այսպիսին է, որ գործատուն ինքը գործ ունի ոչ միայն անձի կատարած աշխատանքի հետ, այլ նաև անձի հետ գործ ունի։ Եվ դեռևս ոչ վաղ անցյալում, մոտավորապես երևի թե մի շաբաթ առաջ մի մեծ կազմակերպության հետ էի աշխատում եւ այնտեղ հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որ մարդիկ դժգոհում էին ոչ թե նրանից, որ աշխատողները ինչ որ մի աշխատանք, ասենք թե թերանում են, այլ դժգոհում են նրանից, որ աշխատողը կարող է այդ աշխատանքը իրականացնել, այսինքն գիտելիքներ, կարողություններ ամեն ինչ երիքում է, բայց իրենք աշխատողից չեն կարողանում ստանալ այդ աշխատանքը, քանի որ աշխատողը ունի անձնային որոշակի խնդիրներ եւ ասում էին մենք իրենց հոգեբան լինել չենք կարող, բայց ինչպես անել այդ դեպքում։ Այս դեպքում ստացվում է, որ մի կողմից գայթակղությունը, որ աշխատակիցը ինքը կարող է այդ աշխատանքը իրականացնել, մյուս կողմից անհնարինությունը աշխատողից դա ստանալ։ Եվ այս երևույթը բերում է նրան, որ դա դառնում է գործատուի խնդիրը։ Եվ գործատուները սովորաբար ինչպես են վերաբերվում սրան, գործատուները ամենաշատը, որ կարող են անել այդ պարագայում, հոգեբանական ինտելեկտի բարձրացումն է։ Այսօր շատ տենց տարածված է հուզական ինտելեկտ, այսինքն թե մարդը ինչպես կարող է իր հույզերի հետ գործ ունենալ, բայց թերևս ես շատ ավելի կողմնակից եմ հոգեբանական ինտելեկտ եզրույթին, ինչու համար, որովհետև երբ որ մարդիկ գիտեն հոգեբանական խնդիրների տեղը, դրսևորումները եւ այլ, այս դեպքում արդեն մարդու մոտ առաջանում է այդ գաղափարը, որ գուցե ին վրա աշխատեմ, գուցե ինչ որ Այսինքն անհրաժեշտ է, որպեսզի մարդը տեսնի, որ ինքը ունի խնդիր։ Այլապես մեր հոգեբանական խնդիրները իրենք այդպիսի բնույթ ունեն, իրենք շատ խնամքով թաքնվում են։ Աշխատանքի մեջ, այլ մարդկանց մեջ, այո, պատրաստված որ որտեվ հարմար է դրանց թաքցնելը։ Եվ այս դեպքում գործատուների հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի հոգեբանական ինտելեկտի բարձրացման հետ տարվի աշխատանքներ։
Այդ աշխատանքը ձեռնտու է եւ գործատուին եւ աշխատակցի համար, որտեղ աշխատակիցը ինքը իր հոգեբանական խնդիրները կփորձի լուծել եւ կդառնա շատ ավելի լավ աշխատակից։ Այսպիսի մի հետաքրքիր փորձառություն էր, որը որ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություն էր, բայց ղեկավարությունը Հայաստանում չէր։ Ուրեմն իրենց հետ ինչ որ աշխատանք էինք իրականացնում եւ քոուչինգի մեջ մենք ունենք այսպիսի երևույթ, որ եթե քոուչին ներգրավում է գործատուն, այդ դեպքում արդեն կարծես թե քոուչը աշխատում է իշահ տվյալ կազմակերպությանը, բնական է, որ այդպես պիտի լինի, եւ երբ որ խոսում ենք այդ մասին, որ գիտեք ձեր աշխատակիցների հետ, ասենք թե ես չեմ կարող աշխատել այնպես, որ աշխատակիցը կազմակերպությունից գնա, որովհետև գուցե իրեն այդ կազմակերպությունում լավ չի եւ ի ուրախություն ինձ հնչեց այսպիսի մոտեցում, ասեցին գիտեք մենք ձեզ պիտի խնդրենք, որ դուք աշխատեք այդ աշխատակցի հետ, եթե ինքը պիտի գնա, ավելի լավ է թող գնա եւ ինքը լինի երջանիկ մարդ, քան թե ինքը չերջանիկ մնա։ Միանշանակ։ Այստեղ արդեն շատ ինձ դա ուրախալի է, թեպետ որպես հոգեբան, որովհետև տվյալ պարագայում ես որպես քոուչ եմ իրենց հետ զրուցում, իսկ իմ մոտ երկու ուղղությունն է։ Ես ասացի այդ դեպքում ես կաշխատեմ ձեզ մոտ որպես հոգեբան, որպես հոգեթերապևտ, այդ դեպքում արդեն մենք եւ եկանք այդպիսի համաձայնության, որ այո, որպես հոգեբան, եթե ես աշխատեմ այնտեղ, այդ դեպքում արդեն կարծես թե աշխատում ենք, որ անձը իր ամբողջ պոտենցիալը դրսևորի, եթե նույնիսկ ինքը կազմակերպությունից պիտի գնա, ինքը կհասկանա, որ այդ կազմակերպությունը իր համար չի։ Դա կազմակերպությանը շատ ավելի ձեռնտու է, քան թե եթե ինքը կազմակերպության մասին չի ու մնա այդ կազմակերպությունը։ Շատ համաձայն եմ։ Մոտավորապես 10 տարի առաջ մի այսպիսի հետաքրքիր իրավիճակի հետ իրավիճակի ականատես եղա, երբ եվրոպական երկրներից մեկից մասնագետ ունեինք Հայաստանում, ով նաև personal coach էր, անձնական, այսինքն ոչ մասնագիտական, այլ երևի հոգեթերապևտի ու coach-ի տենց համադրում կամ այդպիսի ինչ-որ բան, եւ այդ մարդը շատ ոգևորված խոսում էր, որ ինչքան ճիշտ ուղղություն է եւ ինքը շատ բան, հետո պատտվեց եւ մեզ հարցրեց, մեզ նկատեմ հայաստանցի ներկայացուցիչների, բա դուք ինչ եք անում, ու մենք կատակով ասինք, դե մենք գնում ենք սուրճ խմելու իրար հետ։ Այդ ամեր հոգեթերապիան կամ այդ ամեր personal coaching-ը կամ personal development, անձնական զարգացման coach, այդպես էր։ Ու շատ զարմացած էր ինքը։ Հիմա երբ ես նայում եմ, այդ այնքան անգրագետ այսօրվա դրությամբ, ես երբեք տենց բանել չէի ասի, ու շատ անգրագետ ես նույնիսկ ասեի տգետ բան կլիներ ասելու։ Բայց ինչն է այստեղ հարցը։ Ինձ թվում է, որ փոփոխություն է տեղի ունեցել կամ սերունդի փոփոխություն է տեղի ունեցել կամ այդ տրավմաները իրար հետևից, այսինքն ինչ որ լուրջ ազդակ է եկել, որի արդյունքում շատերը, որոնք որ 10 տարի առաջ չէին մտածի կամ կկարողանային տենց իրանք իրենց այդ վիճակից հանել, այլևս չեն կարողանում։ Ես խորանում եմ, ուզում եմ հասկանալ, ինչի ինձ հոգեբանությունը առհասարակ շատ հետաքրքիր է եւ շատ եմ կարդում ու շատ եմ խորանում այդ մասով եւ անդադ ուզում եմ գտնեմ ինչն է փոփոխվել։ Ենթադրում եմ, որ աշխարհի զարգացման եւ հատկապես տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ, երբ մարդու հնարավորությունները, կարողությունները անընդհատ մարտահրավերներ են այդ կարողություններին նետվում, ավելի շատ անել, ավելի լավը լինել, ավելի այդ ավելիները անընդհատ մեր ուղեղին ազդակներ են ուղարկում, որ դու ինչ-որ բան դեռ վատ ես անում, դու կարող ես ավելին, դուք էլ եք աստիք, որ ձեզ դիմում են ավելին, բայց այդ որտեղից է գալիս։ Ես մտածում կողը սոցհարթակներից է գալին, դեղի ինֆլուենսերներից, որոնք որ ինչ-որ թանկ տեղերում են ապրում եւ թանկ ու այդ մարդը մտածում է, վայ, ես յախտա չունեմ կամ ես ինչ-որ ամեն ամիս ինչ-որ եվրոպական երկիր չեմ գնում, ուրեմն ես այդքան բան չեմ։ Ինձ թվում է դա էլ է, բայց կգա ինչ-որ էտապ, երբ մարդիկ կհասկանան այդ ամեն ինչը ու կհասկանան, որ օքեյ է, որ ոչ բոլորը պետք է յախտաներ ունենան, թե այդ մարդու այդ առանցքն է ու այն ամենակարևոր բանն է ու ինքը միշտ ձգտելու է ավելի շատ ունենա, միշտ ձգտելու է փորձի տեսնի ինչ անի, որ, չգիտեմ, ավելի լավը լինի, ինչ եք կարծում։ Գիտեք, հիմա դուք հարցը տալիս եք եւ ես կարծում եմ, որ դուք
դեմ չեք լինի, եթե ես իրեն շատ ավելի խորքային տեսանկյունից պատասխանեմ։ Միայն շնորհակալ կլինեմ։ Նայեք, սկզբունքորեն մարդը որպես այդպիսին, որպես էակ, ինքը զարգանում է իր պահանջմունքներին համապատասխան, եւ մարդու պահանջմունքները իրենք անսահմանափակ չեն։ Իրենք պարզապես անընդհատ պահանջմունքները կարծես փոփոխվում են, հա։ Եթե օրինակ ասենք տվյալ պահին դուք սենյակը ցուրտ է եւ դուք ունեք օրինակ ջերմության կարիք, երբ որ այդ ջերմությունը ստանում եք եւ ձեզ կոմֆորտ է, այդ դեպքում արդեն ձեր մոտ առաջ է գալիս մեկ ուրիշ պահանջմունք, գուցե դուք քաղցած եք, գուցե ծարավ եք ու այսպես շարունակ, հա։ Բայց սկզբունքորեն եթե դուք իրականից ունեք զգացողության այդ մասը եւ դուք իրոք գիտեք թե դուք ինչ եք ուզում, հետեւաբար ձեր ուզելիքները այնքան կոնկրետ են եւ դուք նենց լավ բավարարվածության զգացողություն եք ունենում, երբ որ դա ստանում եք։ Բայց եթե մարդը ինքը իր զգացողությունների հետ կարծես թե համահունչ չի եւ ինքը իր զգացողություններին համապատասխան չի ձևավորում իր պահանջմունքները, այդ դեպքում արդեն բավարարվածության զգացողությունը չի գալիս եւ մարդը ստանում է ինչ-որ մի բան, որից ունենում է կիսատ բավարարվածություն եւ հետո տեսնում է ուրիշ մի բան եւ փորձում է դա ստանալ դրանից էլ կիսատ բավարարվածություն եւ անընդհատ կա այդ կիսատության զգացողությունը, որ սա էլ եմ ուզում, նա էլ եմ ուզում, այն մյուսը, բայց ի վերջո բավարարվածությունը վրա չի հասնում։ Եվ այստեղ ամբողջ խնդիրը ոչ թե նրանում է, որ պարզապես լիքը բան ենք տեսնում եւ շատ բաներ ենք ուզում, այլ պարզապես պետք է հասկանանք իսկ իրոք ես դա ուզում եմ, իսկ ինչ եմ ուզում։ Եվ սկզբունքորեն այսօր ժամանակի խնդիրը հենց դրանում է կայանում, հա, ժամանակակից խնդիրը, այսպես ասեմ, երբ որ մարդը իր ուզելիքները իրականից պիտի գիտակցի, թե ինքը իրականում ինչ է ուզում։ Այդ դա է հենց հիմնական խնդիրը, որ երբ որ փոքր տարիքից մենք սոցիալականանում ենք, այս դեպքում արդեն ավելի շատ շեշտադրվում է մեր միտքը, քան զգայական մասը, եւ զգայական մասը երբ որ ճնշվում է, մարդը կարծես թե կորցնում է կապը իր զգացողությունների հետ եւ երբեմն մենք կարող ենք պարզապես ուտել առանց քաղցած լինելու, երբեմն մենք կարող ենք պարզապես, չգիտեմ, անհանգստության մեջ լինենք, հոգնածության մեջ լինենք, բայց օրինակ զրուցենք ինչ-որ մեկի հետ կամ էլ ուտենք էլի, որ հենց առաջնային պահանջմունք է։ Այսինքն այստեղ խնդիրը պահանջմունքի գիտակցման մեջ է եւ ոչ թե ժամանակի առաջարկների, երբ որ ամեն ինչ կա։ Խնդիրը նրանում է, որ մարդը բավարարվածության զգացողությունը չի կարողանում ստանալ եւ ապրել։ Չգիտեմ, որքանով հաջողվեց անել։ Չէ, շատ հետաքրքիր բան եք ասում, իսկ ոնց կարող է անել, որ ստանը։ Լավ, խնդիրը գիտենք, բա որն է դրա լուծումը։ Դրա լուծումը նրանում է, որ կամ ինքնուրույն կամ հոգեթերապևտիկ ճանապարհով, երբ որ մարդը հասկանա, թե իրականում ինքը ինչ է ուզում, որովհետև ձեր նկարագրած պարագայում շատ հաճախ մարդը հայտնվում է իմաստի կորստի մեջ։ Սա էլ ունեմ, նա էլ ունեմ, բայց ինձ լավ չի։ Այսինքն ստացվում է, որ իմաստը երբ որ կորում է, երբ որ չկա զգացողությունը բավարարվածության, այդ դեպքում արդեն նույնիսկ ապրելն է հաճախ դառնում անիմաստ ամեն ինչի արկայության պարագայում։ Այս դեպքում կամ ինքնուրույն կամ թերապևտիկ ճանապարհով, թե որն է իր իրական ուզածը։ Մի այսպիսի հետաքրքիր բան եք կարդում, որ եթե մի պահ քեզ թվում է, որ բոլորը շրջապատում սխալ են, բոլորը եւ պրոբլեմատիկ են, ուրեմն պրոբլեմն ու սխալը դու ես, պետք է ինքդ քո մեջ նայես։ Այդ եւ նաեւ այսպիսի բան է երևի ոդքասթներից մեկի ժամանակ էի լսել, որ չկա էլ այդպիսի հասկացություն ոնց որ ինքնազարգացումը, կա ինքնաճանաչողությունը։ Երևի ինքնաճանաչողությունը այսօր ամենակարևոր ուղղությունն է, որտեղ մենք պետք է ներդրում անենք, հա։ Ժամանակի ներդրում, էներգիայի ներդրում, եթե պետք է եւ չենք կարողանում ինքնուրույն դա անել, ուրեմն հոգեթերապևտի կամ քոուչի պետք է դիմենք, եթե ամեն դեպքում, չգիտեմ, ստացվում է ինչ-որ ձև անել դա ինքնուրույն, ուրեմն ինքնուրույն, բայց ես երբ հատկապես երիտասարդների համար, հա, ինձ հարցում են ինչ խորհուրդ կեք, ես ասում եմ ինքնաճանաչողության վրա աշխատեք առաջին իսկ օրվանից
ու այդ օրացիկ մեր միտքն ենք միշտ զարգացրել, հա, երեխա ժամանակվանից էլ, հա, դպրոցում հո չեն ասում, դե հիմա եկեք ինչ ենք զգում մենք հիմա կամ ինչ ենք ուզում մենք հիմա, ու դա Հայաստանի մասին չի միայն խոսքը, չէ, ամբողջ աշխարհի։ Ինչ որ этаպում երևի մոլորվում ենք, մոռանում ենք, թե մենք ինչ էինք ուզում եւ տենց բան է։ Մի հարց եմ ուզում հասցնենք քննարկենք, Լաուրա ջան, տեխնոլոգիաները, հատկապես արհեստական բանականությունը եւ հոգեբանությունը, քոուչինգը ոնց է ազդում, զգում եք դուք արդեն, որ որևէ ազդեցություն ունի, թե չեք զգում, то есть ձեր աշխատանքում որևէ բան փոխվել է կամ 5 տարի հետո կփոխվի, չի փոխվի, ինչ եք կարծում։ 5-ը շատ ասեցի, լավ, 5-ը շատ երկար, 3-ը, այսպես ասենք։ Գիտեք, երբ որ ընդհանրապես աշխարհում ինչ որ մի նոր բան է ի հայտ գալիս, մասնագետը որպես այդպեսին ինքը սովորում է արդեն իր գործունեությունը կազմակերպել նորի ի հայտ եկածի պայմաններում։ Եվ հիմա արհեստական բանականությունը ինքը հոգեբանական առումով ինչ դեր է կատարում, շատ հաճախ արհեստական բանականությունը պարզապես կարող է որպես հոգեբան զրուցել մարդու հետ։ Բայց այստեղ կա այսպիսի խնդիր, դա մի կողմից բերում է իր բացասական ազդեցությունը ինչ իմաստով, որտեղ երբ որ մարդը ունի որոշակի խնդիր եւ այդ խնդրի մասին ինքը անընդհատ զրուցում է ինչ որ մի շրջանակում հենց արհեստական բանականության հետ, այդ շրջանակում կարծես թե խնդիրը ինչ որ մի քիչ լուծվում է, բայց մնում է կիսատ լուծված եւ հետո դառնում է քրոնիկ։ Կրում է քրոնիկ բնույթ եւ այդ դեպքում երբ որ արդեն իրենք գալիս են հոգեթերապևտի մոտ, շատ դժվար է լինում այդ կառույցը ուղեղում քանդել, որպեսզի կարողանալ հասնել, ասենք թե տրավմատիկ իրողությանը եւ դրան ինչ որ տեսակի լուծում տալ։ Այս առումով արհեստական բանականությունը խանգարում է, խնդիրները դառնում են քրոնիկ։ Այսինքն արհեստական բանականության միջոցով գալիս է ինչ որ չափի բավարարվածություն եւ անձը պատկերացնում է, որ ինքը արհեստական բանականության հետ ինքը զրուցեց եւ իր խնդիրը գիտակցեց, բայց այդ գիտակցումը ինքը այնքան մակերեսային է լինում, որ խորքայինը արդեն մնում է կարծես թե աննկատ։ Սրանով խանգարում է աշխատանքին։ Քանի որ այո, հոգեբանի հետ աշխատանքը դա միայն պարզապես զրույց չէ, դա պարզապես այսպես էմոցիաների փոխանցում չէ, այլ հենց տեղում դաշտի աշխատանք է, մանավանդ գեշտալտ հոգեթերապիայում մենք դաշտ հասկացությունը երևի թե ծանոթ կլինի, մենք աշխատում ենք դաշտի հետ։ Եվ բնականաբար այստեղ այս առումով կարծես թե խանգարում է, բայց մենք սովորում ենք հենց դրա հետ էլ աշխատել։ Այսինքն բաներից մեկը էլի արդեն այո, խնդիրները բարդանում են։ Եթե մենք նախկինում աշխատում էինք պարզապես դրսևորվող խնդրի հետ, այսօր արդեն աշխատում ենք քրոնիկ դրսևորում ունեցող խնդրի հետ։ Հա, այսպիսի կարծիք կար, ոչ պոպուլյար, հա, որ հոգեթերապևտը կամ կառավարման հոգեբանը ամեն դեպքում կարծրատիպային են գուցե, ի տարբերություն AI-ի, որը որ այդքան էլ կարծրատիպային չէ, այսինքն ամեն դեպքում իր պրիզմայի միջով անցկացնում, բայց այն ինչ որ ասում եք շատ համաձայն եմ, որովհետև ինչ որ этаպով դա ամեն դեպքում ծրագիր է, այսինքն ինքը սկսում է սովորել քո կամ ով որ իր հետ շփվում է, հա, ու ելի շատ ավելի կարծրատիպային ու շատ ավելի մակերեսային է դառնում։ Ուրախ եմ, որ դրա մասին զրուցեցինք։ Լաուրա ջան, վերջում կխնդրեմ 3 եթե այդպես պարզ, հա, խորհրդով կիսվենք մարդկանց հետ, որոնք որ շատ են աշխատում, սիրում են շատ իրենց աշխատանքը եւ բայց մեկ-մեկ հոգնում են ու ինչ անեն, որ միշտ սիրելի մնա իրենց աշխատանքը, իրենց համար ոնց հանգստանան, հա, երևի հանգստանալն էլ է այդպես հմտություն դարձել 21-րդ դարում։ Գիտեք, առաջի խորհուրդը, որը կուզեմ կիսվել դրանով, դա առաջին հերթին չկորցնել կապը սեփական զգացողությունների հետ, որովհետև երբ որ սեփական զգացողությունների հետ կապը կորում է, մարդը իր հոգնածությունը պարզապես չի զգում։ Որպես ուղիղ այսպես խորհուրդ փորձեք ձեզ հարցնել շատ հաճախ, իսկ դուք հիմա ինչ վիճակում եք գտնվում, դուք հոգնած եք թե ոչ, արդյոք այն ինչ որ դուք անում եք հիմա ձեզ հաճելի է թե ոչ։ Մյուս խորհուրդը վերաբերվում է փոխհարաբերություններին։ Փորձեք հասկանալ փոխհարաբերությունների մեջ, անկախ դրանից դա աշխատանքային է թե անձնական է, այդ փոխհարաբերությունների մեջ ձեր զգացողություններն ինչպիսին են, դուք ուզում եք այդ փոխհարաբերության մեջ լինեք, թե լինում եք որովհետև պետք է։
Այսինքն ոնց որ ուզելու եւ պետքեների տարբերությանը հետևել եւ ըստ զգացողության հասկանալ թե ուզելը որ պահին է լինում եւ պետք է որ պահին է լինում եւ իհարկե մյուսը հոգ տանելու ամենակարևոր կետերը կարող եմ նշել հոգ տարեք ձեր մասին եւ հոգ տարեք հետեւյալ կետերով հա նախ առաջին հերթին դադարները պետք է տալ դադարներ, եթե ինչ-որ մի աշխատանք կամ ինչ-որ մի բան իրականացնում եք, տվեք ձեզ դադար, որպեսզի կարողանաք իրականացրած աշխատանքը պարզապես զգալ ձեր վրա, թե դա որքանով է ձերը եւ ինչ տվեց ձեզ եւ այսպես։ Մյուսը դա փոխհարաբերություններն են, անպայման հոգ տարեք ձեր մասին, որ բացի աշխատանքից դուք ունենաք եւ անձնական փոխհարաբերություններ եւ առհասարակ ընկերական փոխհարաբերություններ։ Եվ իհարկե մյուսը բաց մի թողեք ձեր մարմինը, ձեր օրգանիզմը, որովհետեւ հենց մարմնից են գալիս առաջին ազդակները եւ այն հուզական ապրումները, որոնք որ հասու չեն մեր գիտակցությանը, իրանք տեղավորվում են մարմնում եւ տալիս են հոգեսոմատիկ խնդիրներ։ Պարզապես հոգ տարեք մարմնի մասին։ Okay, շատ շնորհակալություն Լաուրա ջան, հաճելի զրույց ունեցանք, շատ բացահայտումներ, ինքս էլ ունեցա, հավատացած եմ, որ մեզ դիտողները եւ լսողները նույնպես շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար։ Շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք իմ գիտությամբ։